Իսկ ամուր ընտանիք ունենալու համար ինչ է պետք։ Ամուր ընտանիք հենց այնպես չի ստեղծվում ու չի ստեղծվում տատուս, պապուս, մամայիս, պապայիս ասածով, այլ ստեղծվում է զույգը զույգին լսելով, հարգելով։ Դրանք էլ ունեն իրենց բաղադրո տոմսը, եթե բացենք ամեն մի բառը, շատ կետեր կա, որը որ ինչքան բառը հասարակ է, այդքան ինքը հեշտ ընկալելի է մարդու համար։ Երբ որ գալիս են զույգերը ու քննարկում ենք, թե դա ինչ է, դու այսօր հարգել ես ամուսնուդ, որովհետև, չգիտեմ, ճաշ ես պատրաստել եւ այլ, հա, մի քիչ մանրանում ենք, թե էլ ինչ ես արել, բացի այդ, եղել ես իր կողքին, հոգեպես եղել ես այդ մարդու հետ, հասկացել ես, որտեղ պետքա դու խոսես, որտեղ պետքա լռել, որտեղ ուղակի միասին նայեք ֆիլմ ու լռությամբ հասկանաք ինչ-որ մի էպիզոդներ ֆիլմից, կարևոր նյուանսները։ Այսօր երիտասարդները ձգտում են միայնակ ապրել, այսինքն մեծեր չլինեն տանը, դա որքանով է խանգարում կամ օգնում։ Միանշանակ զույգերը պետք է միշտ առանձին ապրեն, միանշանակ, դարեր շարունակ ինչ-որ պապենական բաներ կար, որ ընտանիքում ապրեն, որովհետև պետք է սովորեն ամեն մեկը իրենց ծնողներից, թե ոնց է պետք վերաբերվել, թե իրար միմյանց, թե ոնց է պետք վերաբերվել ու խնամել երեխային եւ այլ կամ հարգանք ձեր բերեն մեծի նկատմամբ, բայց դա չգիտեմ, հիմա ամենալավ տարբերակը այն է, որ երիտասարդները ապրեն առանձին, որովհետև ցանկացած պահին, երբ որ կա վեճ միմյանց նկատմամբ, կարող է այնտեղ դրսևորվի, չգիտեմ, ամուսնու կողմից կամ կնոջ կողմից որևէ հաճելի մի դրվագ, չգիտեմ, գալ փաթաթվել ֆիզիկապես կամ իրար հետ զրուցել որևէ այնպիսի թեմայից, որը շատ նեղ ընտանեկան է, ինտիմ թեմայից, ու այդ դեպքում, եթե որևէ երրորդ անձը գտնվում է իրենց շուրջ, դա իհարկե խանգարում է միասնությանը, խանգարում է հեշտ հաշտեցնի իրենց կոնֆլիկտը։